Լավագույնն է նրա փառքի համար։ Օսվալդ Չեմբերս։ Օր մարտի 26։ Հոգևոր տեսողություն և անձնական մաքրություն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Մատթեոս 5:8 խոսք։ Մաքրությունը դա անմեղություն չէ, դա շատ ավելին է նշանակում։ Մաքրությունը Աստծո հետ մշտական հոգևոր ներդաշնակության արդյունք է։ Մենք պետք է աճենք մաքրության մեջ։ Աստծո հետ մեր կյանքը կարող է կարգավորված լինել, մեր ներքին մաքրությունը առանց արատների, և այնուամենայնիվ, մեր արտաքինը երբեմն կարող է կեղտոտվել ու ճաքճքվել։ Աստված միտումնավոր չի պաշտպանում մեզ այդ իրավիճակներից, քանի որ մենք կարող ենք դրանից դաս սովորել, թե որքան անհրաժեշտ է պահպանել անձնական մաքրությունը հոգեպես չկուրանալու համար։ Եթե Աստծո հետ մեր հոգևոր կյանքի արտաքին հարթությունը թեկուզ փոքր ինչ վնասված է, մենք պետք է մնացած ամեն ինչ մի կողմ դնենք և ուղղենք դա։ Հիշեք, որ հոգևոր տեսողության սրությունը կախված է մեր բնավորությունից։ Աստծուն կտեսնեն նրանք, ովքեր մաքուր են սրտով։ Աստված մաքրում է մեզ իր գերիշխան շնորհով, բայց այնուամենայնիվ կա մի բան, որից մենք պետք է զգույշ լինենք։ Մենք ապրում ենք մարմնում, շարժվում ենք մարդկանց մեջ, շփվում ենք այլ կարծիքների հետ, և մեզ հետ կարող է պատահել, որ կեղտոտվենք։ Աստծո առջև մենք ոչ միայն պետք է կարգի բերենք մեր խորանը, այլև մեր խորանի սրահը պետք է կատարյալ ներդաշնակ լինի այն մաքրության հետ, որը Աստված տալիս է մեզ իր շնորհով։ Երբ մեր խորանի սրահը աղտոտվում է, դա անմիջապես վնասում է մեր հոգևոր տեսողությունը և գիտակցությունը։ Եթե մենք ցանկանում ենք անձնական մտերիմ հարաբերություններ կառուցել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, դա նշանակում է ամբողջությամբ մերժել որոշ բաներ կամ ընդհանրապես չմտածել դրանց մասին։ Որոշ բաներ կարող են ընդունելի լինել մյուսների համար, բայց դրանք կդառնան անընդունելի մեզ համար։ Այլ մարդկանց հետ ձեր հարաբերություններում անձնական մաքրությունն առանց արատների պահպանելու գործնական օգնությունն այն է, որ դուք սկսեք նրանց տեսնել Աստծո աչքերով։ Ինքներդ ձեզ ասեք. այդ տղամարդը կամ այդ կինը կատարյալ են Հիսուս Քրիստոսում։ Այն ընկերը կամ այն բարեկամը կատարյալ են Հիսուս Քրիստոսում։